Արդյոք Հայաստանի պաշտոնաթող երկու նախագահները կարիք ունեն կենսաթոշակի բարձրացման կամ այլ արտոնությունների։ Որքան ես գիտեմ, նրանք բավականին բարեկեցիկ կյանքով են ապրում եւ դրա կարիքը չունեն։ Ազգային ժողովը իր արտահերտ նիստում քննարկում էր պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի հարցը, որը կլինի գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չափով, ինչպես նաեւ նրանց ցմահ կտրամադրվի տուն, գրասենյակ եւ ավտոմեքենա։ Տիկին Փոստանջյանը հետաքրքրվեց, ինչու է այս հարցը հրատապ քննարկվում։ Միգուցե հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ուզում եք իրապես այս մարդկանց ուղարկել թոշակի, հատկապես Ռոբերտ Քոչարյանին է վերաբերվում։ Հայ հեղափոխական դաշնակցության падգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, արդյոք քննարկվել է հարցը, որ պաշտոնաթող բոլոր նախագահների նույն տարածքում բնակարաններ հատկացվեն։ Թող իրար հետ մի քիչ էլ շախմատ խաղան, զբաղվեն, չգիտեմ, հանդիպեն, սուրճ խմեն, գուցե ագրեսիան մի քիչ կնվազի պաշտոնաթող նախագահների մոտ։ Դուք կուզեք նաև հյուրել գնալ, չէ՞ պարոն Մինասյան, շախմատ խաղալու։ Դաշնակցության падգամավորի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև վիճաբանություն ծավալվեց։ Հակոբ Հակոբյանը օրենսդրական այս փոփոխությունները համարում է անհրաժեշտ։ Այդ վճարում է, որ դուք համարում եք կենսաթոշակ, պարոն Հակոբյան, եւ sense դոշով էլ պաշտպանում եք։ Դոշով այս դեպքում դոշն է պարոն Հակոբյանի պաշտպանության բանը հիմնական։ Դուք ձեր չափով, ուրիշներ մի չափ եք, պարոն Մինասյան, չի կարելի։ Օրենսդրական այս փոփոխությունները կքվեարկվեն առավոտյան։